Եվ այստեղ էլ ընդամենը ունենք եւ սա էլ մյուս դիրքն է ընդամենը մեր սահմանից մի քանի մետր հեռու, որը նորից էլի այդ նույն նշանակության եւ հստակ կրակային դիրքերի համար նախատեսված հատուկ կացարաններով, ճանապարհներով կահավորված, ամրացված։ Եվ նաեւ մենք ուզում ենք հիմա ես նաեւ կանդրադառնամ Տեսեք ինչ է կատարվում։ Ակնհայտ է, որ ինձ համար, երբ այս ամբողջ փաստերն ուսումնասիրում էի, ակնհայտ է, որ այստեղ նաև ամբողջ ընթացքում կարմիր թելի նման գնում էր Արցախի սցենարը։ Արցախում նույն բանն էին անում ադրբեջանական զինված ծառայողներ ու ադրբեջանական իշխանությունները 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, մասնավորապես 21 թվից սկսած, նրանք ռազմավարական առումով բարելավում էին իրենց կոմունիկացիաները, ճանապարհներ, դիրքերի բարելավումներ, դրանից բացի նրանք նաև իրականացնում էին հատուկ նույնպես էլի ստելով, անընդհատ թաքցնելով եւ այլն, բայց իրականացնում էին այս ամբողջ գործողությունները հատկապես խոշոր տրամաչափի զինատեսակների համար, ականանետերի եւ այն տեղակայումները, որ մենք ձեզ ցուցադրեցինք, որոնք թաքստոցներ էին, նաև մեր փորձագետների գնահատմամբ դրանք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետություն օրինակ հնարավոր գործողությունների դեպքում գաղտնի ներթափանցելու համար, որովհետև դրանք այնպիսի սկզբունքով են կառուցված, որ հարկ եղած դեպքում կարող են նաև դա անել։ Այս ամենից ինչ է նաև հետևում, որ սրանք այս դիրքերը նաև խաթարում են ամբողջությամբ մեր ժողովրդի անվտանգությունը, մեր բնակչության, հնարավորություն չեն տալիս մարդիկ նորմալ կյանքով ապրեն եւ նրանք Արցախում նույնպես այդպես էին անում, անընդհատ ահաբեկելով մարդկանց, անընդհատ իրենց ցուցադրություններով եւ նախապատրաստվելով գործողությունների։ Այստեղ հատուկ ուզում եմ ընդգծել այն, որ Հայաստանի իշխանությունները թաքցրել են այս փաստը մեր հանրությունից եւ դրանով փորձելով կոծկել իրենց ձախողումները։ Ես հիմա ուզում եմ նաեւ կոնկրետ անդրադառնալ հստակ նշել, որ փաստերից ակնհայտ է, որ երբ նրանք իմացել են ադրբեջանական իշխանությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում օգոստոսի 8-ին այդ փաստաթղթերի թրիփի, այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման իրադարձությունների մասին, արագ նախաձեռնել են այս գործողությունները, ակնհայտ իմանալով, որ ստորագրումից հետո չեն կարողանալու այդպիսի քայլերի դիմել, Հայաստանի իշխանությունները բնականաբար իմացել են այդ մասին եւ թաքցրել են մեր հանրությունից, ես վստահ եմ նաեւ թաքցրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերներից այն ինչ տեղի է ունենում։ Հիմա ես հարց եմ տալիս Ադրբեջանի իշխանությունը, եթե նպատակ ունի խաղաղություն հաստատել, այս կերպ է խաղաղություն հաստատում, արագ գնում նախապատրաստվում է, որպեսզի ռազմավարական առումով կարողանա Հայաստանի անվտանգության համակարգը խաթարել եւս մեկ անգամ։ Եվ դրանից բացի, նաև այստեղ շատ կարևոր է ընդգծել, որ ադրբեջանական իշխանությունը շարունակում է սալյամի պես ուղղակի մեր երկրի, մեր սուվերեն տարածքներից վերահսկողության տակ վերցնել ու նորից էլի ներխուժել ու կտրատել մասեր։ Սա այն գինն է, որ այս իշխանությունը խաղաղության համար հռչակել է։ Այդ գինն է։ Այսինքն նրանք ինչ են ասում, գնում են հանդիպումների, Ադրբեջանի իշխանությունների պայմանավորված քննարկումների, ինչ է տեղի ունենում, գաղտնի մեր ժողովրդի թիկունքի հետևում այսպիսի ներխուժումներ, դիրքային բարելավումներ են տեղի ունենում, հետո դրա գինն էլ այն է, որ Ադրբեջանը ասում են չի կրակում, 3 խոշոր պատերազմ բերած, 3 պարտություն բերած, երկրորդ հայկական ցեղասպանությունը բերած իշխանությունները խոսում են խաղաղությունից, որովհետև ամեն տարի 2021 թվականին կորցրել ենք տարածքներ, 2022 թվականին կորցրել ենք տարածքներ, 2023 թվականին կորցրել ենք տարածքներ, 2024 թվականին կորցրել ենք տարածքներ, եւ հիմա տեսնում ենք, որ 2025 թվականին նույնպես կորցրել ենք տարածքներ, որտեղ սրանք նաեւ ոչ միայն
ֆիզիկապես տարածքային ներխուժումները պետք է հաշվի առնենք, այլ նաև վերահսկողությունը կիլոմետրերով։ Դուք տեսեք ինչքան հսկայական տարածքներ են վերահսկում նրանք։ Այս ամենով եւ այստեղ խոսել ընդամենը մի քանի 100 քառակուսի կիլոմետր ներխուժումների մասին անթույլատրելի է, պարզապես հանցագործություն է, որովհետեւ իրականում շատ ավելի շատ է եւ նրանք բոլորովին այլ սկզբունքներով են առաջնորդվում։ Նիկոլ Փաշինյանը ձախողել է ու կեղծիք է ամբողջ այդ սահմանազատման ու սահմանանշման process-ը պարզապես կեղծիք է, ձախողում է, դա սպեկուլյացիա է, որ թաքցնեն, կոծկեն այս ներխուժումները։ Եթե մենք անգամ կոնկրետ ժամանակահատվածով հաշվենք, մեզ 80-ից 100 տարի է պետք, որ այս սահմանազատումները իրականացվեն։ Հետո դուք կարծում եք, որ Ադրբեջանը այսքան ամրանում է, որ հետո ինչ-որ սահմանազատման հանձնաժողովի առաջարկներով դուրս գա։ Տեսեք ինչ խոշոր ամրացումներ են տեղի ունենում։ Ակնհայտ է, որ դա տեղի չի ունենալու, եւ այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը հռչակել է եւ նրա կառավարությունը տանում է առաջ, ակնհայտ է, որ դա որևէ կապ չունի, դա ընդամենը դրանով մոլորեցնում են մեր հանրությանը, կեղծիքի մեջ են պահում, որպեսզի նաեւ թաքցնեն այս նոր ներխուժումները։ Գիտեք, նաեւ ուզում եմ ասել հետեւյալը. այսօր Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանությունը ուրախանում են, ասում են ամրացման աշխատանքներ են կատարում, չէ, պաշտպանական, այսպես ամրացման օբյեկտներ են կառուցում։ Դա ինձ հիշեցնում է հայտնի ֆրանսիական Մաժինոյի գիծը, որ մեր ստացվել է հիմա էլ մենք մեր հայկական Մաժինոյի գիծը ունենք։ Սա այն էր, երբ Ֆրանսիան երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ կառուցում էր ամրացման շրջաններ, բունկերներ եւ այլն, բայց ինչ տեղի ունեցավ։ Նացիստական Գերմանիան միանգամից կարողացավ դրանք հեշտ շրջանցել եւ միանգամից պարտության մատնել Ֆրանսիային։ Ժամանակակից բանակը այսպես չի լինում։ Մեր մոտ բոլորը խոսում են խնդիրների մասին, իշխանությունն էլ անընդհատ դրանից օգտվում է ինչ-որ արդարացումներ է որոնում, բայց մենք պետքա լուծումներ ունենանք։ Եվ մեր լուծումները շատ հստակ են, մենք պետք է ունենանք ամուր, ուժեղ բանակ, մոբիլ բանակ։ Մեր ծրագրերի մեջ է նաև մտնում ունենալ տեղում ակնթարթային որոշումներ կայացնելու ունակ զինված ուժեր, զինվորականներ, որոնք կարող են մոբիլ լինել, տեղում որոշումներ կայացնել եւ կոնկրետ խնդիրներ կատարել։ Դրա համար եմ ես ասում, որ մենք պետք է ունենանք նաև օրենսդրությամբ փոխելու ենք հատուկ մեր կառավարման ժամանակ եւ նախատեսելու ենք, որ չի կարող բանակի ֆինանսավորումը հնայի 8%-ից ցածր լինել։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ պաշտոնավարման առաջին տարվան հաջորդող բյուջեով 1 միլիարդ դոլարից ավելի են արդեն լինելու մեր բանակի ծախսերը։ Դրանից բացի կես միլիարդ դոլարով ամեն տարի մենք հայկական ընկերություններից նրանց արտադրությունը, զարգացումը խթանելու համար ապահովելու ենք նաև ռազմաարդյունաբերության գնումը։ Հիմա ես ձեզ նաև ուզում եմ ցույց տալ մեր բյուջեի Ադրբեջանի համեմատ Հայաստանի Հանրապետության բյուջեի եւ Ադրբեջանի պետական բյուջեի ծախսերը, հիմա դու խնդրեմ տեսեք, մեր սրանք հաշվարկներն են, ինչ վիճակ է ընդհանրապես այսօր տիրում։ Գիտեք, հարցն այն է նաև, որ այս ժամանակահատվածը 8 տարի Նիկոլ Փաշինյանը նրա իշխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարումն են իրականացնում։ Նրանք երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածից շատ է սա։ Դուք անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածն է եղել 6 տարի։ Դուք տեսեք էլ այս ընթացքում ինչեր է կատարվում Հայաստանի Հանրապետության հետ։ Եվ գիտեք ինչ, 3 պատերազմ բերած, 3 պարտություն, երկրորդ ցեղասպանություն բերած իշխանության ընդհանրապես պետք է ասել, որ պետք է իրենք հավաքեն իրենց սրտիկներն ու պաչիկները ու ճանապարհ տանեն մարդկանց, որոնք կարող են իսկապես լուծել այս խնդիրները եւ ամրացնել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, որպեսզի նաեւ ապահով լինի, այլ ոչ թե դառնան Օսիպ Մանդելշտամի կիսամարտը հայտնի հերոսի կերպարով ներկայանան մեր հանրությանը։ Եվ մենք զինված ուժերի եւ բանակի ամրացման աշխատանքներում իհարկե համագործակցելու են, կարևոր ենք համարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը, աշխատանքը եւ Ֆրանսիայի գործընկերների հետ, որովհետեւ այն մոբիլությունը, այն ժամանակակից մոբիլությունը, տեխնիկայի տեղակայումը, բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված, մենք կարծում ենք այդպես կարող է ապահովել։ Եվ
Տեսեք այս լուսանկարում, ով է այս լուսանկարում, այսքանից այսքան անվտանգության մարտահրավերներից հետո, որ այսօր տարածաշրջանում տեղի ունենում այսքան վտանգավոր իրադարձություններ, պատերազմ, սա մեր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատող մարդ է։ Հենց գնացել է ներկուսակցական քարոզարշավի։ Այս մարդը այստեղ կուկուրուզ ուտող Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանը, որը աշխատում է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Սա էլ նորից պերաշկի ուտող մարդ Նիկոլ Փաշինյան, որը աշխատում է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ես որ այս լուսանկարները տեսա, գիտեք ինչ մտածեցի, որ շատ լավ վերադառնում են իրենց նախկին դիրքերին։ Իրենք նախկինում էլ են եղել այս կարգավիճակում, հիմա ոչ մի հատ էլ անվտանգության համակարգերում չկան, պատասխանատու են Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի համար, բայց տեսնում ենք վիճակը ինչ է այսօր Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի։ Եվ դրա համար շատ լավ ամեն ինչ իր տեղը գտնում է։ Եվ որ sense նայում ես լուսանկարները, ինձ թվում է նաև ինստինկտային ձևով նրանք գնում են վերադառնան իրենց նախկինի այն կարգավիճակին, որ միշտ եղել են։ Երևի այտենց շատ ձգում է։ Այնպես որ այս մեր երկրի անվտանգությունը պետք է անվտանգությունը ամենակարևորն է։ Եթե անվտանգություն չեղավ, մենք որևէ բան չենք կարող ունենալ։ Չենք կարող ունենալ գյուղատնտեսություն, չենք կարող ունենալ ապահով կյանք, չենք կարող ունենալ նորմալ զարգացող տնտեսություն, չենք կարող ունենալ նորմալ զարգացող բիզնես, աշխատավայրեր եւ այլն։ Մեր ապահովությունն ու անվտանգությունը համար առաջին խնդիրն է եւ մենք դա պետք է անպայման լուծենք ու դրանից ավել մեզ համար հարց չկա։ Իսկ ինչ վերաբերում է նաեւ այս այսպես անվտանգության այս կոնտեքստում, անվտանգությունը միայն սարերը եւ ժայռերը, քարերը չեն։ Մեր հայրենիքի դրանք մեր հայրենիքի մասերն են, ինքնիշխան մեր հայրենիքի տարածքները, բայց դա նաեւ մարդկանց մասին է։ Անվտանգություն նշանակում է նաև մարդիկ եւ չի կարելի երբեք անվտանգությունը կտրել մարդկանցից։ Իսկ մենք այսօր տեսնում ենք, որ ամբողջությամբ խաթարված է մեր ժողովրդի, մեր բնակչության բնականon կյանքը։ Կլինի գյուղատնտեսություն, կլինի հողերի օգտագործում, ինչ ուզում ես արա։ Որևէ բան հնարավոր չի, եթե մենք ունենք ծակած այս աստիճան մեր երկիր եւ անվտանգության համակարգի այս աստիճան խաթարված վիճակ։ Շնորհակալություն, հիմա պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։